Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը ադրբեջանական բանտից դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Շուրջ 3 տարի գերության մեջ գտնվող նախկին բարձրաստիճան զինվորականը հորդորել է Փաշինյանին դիրքորոշում հայտնել իրենց ներկայացված այն մեղադրանքի վերաբերյալ, համաձայն որի իբրև թե Հայաստանն է պլանավորել ու նախապատրաստել 2020-ի 44-օրյա պատերազմը։ Չնայած, ինչպես Մանուկյանն է նշում, իրենք ներկայացրել են անհերքելի ապացույցներ եւ փաստեր, որ պատերազմը սանձազերծել է հենց Ադրբեջանը, եւ դա տեղի է ունեցել միջազգային հանրության աչքի առաջ։ Իդեպ Դավիթ Մանուկյանը իր հեռախոսային ուղերձում Փաշինյանին է դիմում ոչ որպես վարչապետ, այլ իբրև Հայաստանի քաղաքացի։ Քանի որ դուք եղել եք Հայաստանի Հանրապետության այս ժամանակ վարչապետը եւ միաժամանակ գերագույն հրամանատարը, ես պատերազմի պլանավորումը սկսում հենց այդ օղակից։ Հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների մասով հանրային ներկայացնել ձեր դիրքորոշումը։ Հակառակ չարձագանքելու դեպքում կնշանակի, որ համաձայն եք կեղծ առաջ քաշված մեղադրանքների։ Դրանովից մեղսակի դարձնելով ոչ միայն ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին։ Հույսով եմ, նախկինում ձեր գլխարկների վրայի անվանումը չի կորել։ Դավիթ Մանուկյանը գերեվարվեց 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի վրա ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո։ Նա այդ օրը իր կնոջ ու Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ միասին փորձել էր մեքենայով հատել Հակարիի կամուրջը։ Նրանց ձերբակալել էին սահմանին։ Իդեպ Արցախի նախկին պետնախարար գերեվարված Ռուբեն Վարդանյանն անցած տարի ադրբեջանական բանտից հատուկ ներողություն էր խնդրել Մանուկյանի տիկնոջից, նշելով, որ եթե նա չլիներ իրենց մեքենայում, ապա Դավիթ Մանուկյանն այսօր ազատության մեջ կլիներ։ Если бы я не был в вашей машине, и мы не были вместе с вашим мужем, и с вами, Алвард, он бы сейчас был бы с вами. Извините меня, пожалуйста. Դավիթ Մանուկյանը, որ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրել է նաև 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում, պատերազմից հետո արդեն 2021-ին ազատվել էր բանակից Հայաստանի նախագահի հրամանագրով, այսինքն գերեվարման պահին նա զորացրված զինվորական է եղել։ Ադրբեջանական բանտում շուրջ 3 տարվա գերությունից հետո առաջին անգամ իր հեռախոսային ուղերձում Դավիթ Մանուկյանը նաև հորդորում է Նիկոլ Փաշինյանին ասել, թե Հայաստանն ինչ դիրքորոշում ունի ադրբեջանական բանտերում պահվող հայերի կարգավիճակի վերաբերյալ։ Ցավալի է նաև այստեղ գտնվողները չեն զգում Հայաստանի Հանրապետության շունչը, բայց ինչ արած, իրականությունը սա է։ Ժամանակից ուղղության պատճառով ես այսքանը կխոսեմ առայժմ։ Ձեր հետ կիսվեց Դավիթ Մանուկյանը։ Դավիթ Մանուկյանի հարցադրումների մասով վարչապետ Նիկոլ Փաշինյանից արձագանք ստանալ չհաջողվեց, եւ վարչապետը եւ նրա խոսնակը այս պահին արձակուրդում են։ Այն որ 19 հայ գերիներին ներառյալ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքուն շինծու մեղադրանքներով է 20-ից մինչև ՑՄ ազատազրկման դատապարտել, փաստում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը։ Իրավապաշտպանը նշում է, որ պաշտոնական Բաքուն իր բոլոր ռազմական հարձակումների ու ագրեսիաների ներառյալ 2022-ին ջերմուկ ներխուժելու համար պատասխանատու է կարգել Հայաստանին եւ իր իսկ կողմից սանձազերծած պատերազմների մարդասիրական հետևանքների ամբողջ բեռը դրել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ուսերին անհատական պատասխանատվության տեսքով։ Բաքվում մեկնարկված յուրաքանչյուր հային առնչվող դատավարությունում որպես փաստ հրամցվել է այն տեսակետը, որ բոլոր մարտական գործողությունների մեկնարկողը, նախահարձակ լինողը եղել են հայկական զորքերը Հայաստանի Հանրապետության իշխանությունների ղեկավարության ներքո։ Արցախի ղեկավարներին, նաև Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքներում ներառնված է ագրեսիվ պատերազմ նախապատրաստելը եւ արելը։ Այս տրամաբանության ներքո ներկայացվում է, որ 2016 թվականին, 2020 թվականին, 23 թվականին նախահարձակ է եղել հայկական կողմը։ Հետաքրքրական է, որ ջերմուկի դեպքերը եւս ներկայացվում են որպես Հայաստանի կողմից մեկնարկված պատերազմ։ Սիրանույշ Սահակյանը նշում է, որ ադրբեջանական ագրեսիայի եւ նախահարձակ գործողությունների վերաբերյալ տարբեր միջազգային կառույցների եւ երկրների կողմից արված հայտարարությունները նույնպես փաստում են, որ հայ գերիների դեմ հարուցված գործերն ու դատավճիռները ոչ մի կապ չունեն արդարադատության հետ, քանի որ Բաքուն կեղծում է ողջ պատմական ճշմարտությունը։ Նույն 22 թվականի ջերմուկի դեպքերի առնչությամբ մենք ունենք
անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշում, որը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Իդեպ, չնայած Հայաստանին ներկայացված ագրեսիվ պատերազմ պլանավորելու մեղադրանքներին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անցած 6 տարիներին բազմաթիվ անգամ հրապարակավ հայտարարել է, որ հենց Բաքուն է որոշել ռազմական ճանապարհով լուծել իր տարածքների վերադարձի հարցը, գործի դնելով այսպես կոչված մեջբերում եմ երկաթյա բռունցքը։ Օրերս էլ Մարտակերտում սպառնաց, եթե պետք լինի, նորից կդիմեն նույն մեթոդին։ Կարծում եմ այլևս անհրաժեշտություն չի լինի, բայց երբ անհրաժեշտ լինի, բոլորը պետք է իմանան, որ երկաթե բռունցքը գործի կդրվի։ Ադրբեջանական բանտերում պահվող 19 հայ գերիները բացառությամբ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դիմել են վերաքննիչ դատարան, բողոքարկելով իրենց դեմ կայացրած վճիռները։ Բողոքարկումն, ինչպես նշել էր Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ձևական բնույթ է կրում, որևէ սպասում չունեն ադրբեջանական արդարադատությունից, պարզապես այդ քայլով ճանապարհ են հարթում դեպի միջազգային դատարան։ Մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներով եւ իր ընդդիմախոսներին բանտեր նետելու պրակտիկայով հայտնի Ադրբեջանը մերժում է 15 հայ գերիներին տրամադրել անգամ իրենց դատավճիռները։